Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 12 մայիսի, օրը երեքշաբթի, բարի երեկո։ Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով եղել է Գավառում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում քննարկել է աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր, այնուհետև այցելել է Գավառի Փոքրիկ Իշխան ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Գավառ քաղաքում է։ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում կայացած հանդիպմանը քննարկվում են մարզում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Անդրադարձ է կատարվում բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցողների, երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հանրային տրանսպորտի, թափառող կենդանիների հետ կապված հարցերին։ Այցի հիմնական նպատակն է հենց այստեղ նախ տեղում տեսնել այն խնդիրների լուծումները, որոնք ինքս պարբերաբար բարձրաձայնում եմ, այդ թվում Գեղարքունիքի մարզում առկա խնդիրների հետ կապված, հասկանալու մեր կողմից բարձրաձայնվող հարցերի լուծումների ընթացքը եւ նաեւ մեր մարզային ստորաբաժանման աշխատանքների մեթոդաբանությանը հենց տեղում ոչ միայն հետևելու, այլ նաեւ այն կատարելագործելու ուղղությամբ հանձնարարականներ տալու։ Մարդու իրավունքների պաշտպանի այցը շարունակվում է Գավառի Փոքրիկ Իշխան ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնում։ Անահիտ Մանասյանը շրջում է կենտրոնում, ծանոթանում երեխաների կրթության եւ ժամանցի, ինչպես նաև անձնակազմի աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, իրավունքի պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին, նաև զրուցում կենտրոն հաճախող երեխաների եւ նրանց ծնողների հետ։ Շատ կարևոր էր այդ թվում ծնողների հետ ունեցած շփումը հասկանալու համար, թե ոչ միայն ինչպես են այստեղ մատուցվում ծառայությունները, այլ նաև նրանք ինչ կարիքներ ունեն ու բնականաբար անչափ հաճելի էր ու հետաքրքիր երեխաների ու երիտասարդների հետ շփվելը։ Կարծում եմ դա հատկապես մեր հաստատության կողմից իրականացվող մարդու իրավունքների կրթության եւ մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկումների համատեքստում ունի անչափ կարևոր նշանակություն։ 2024 թվականից մինչ օրս մենք ամեն տարի իրականացնում ենք երեխաների իրավունքների իրազեկման արշավ, ելնելով մարդու իրավունքների պաշտպանի ռազմավարությունից։ Եվ այս արշավին ընթացքում մենք ձեռք ենք բերել բազում հմտություններ, ինչպես այդ արշավները իրականացնել, որ մատչելի կլինի երեխաների տարիքային առանձնահատկություններին։ Ստեղծել ենք տարաբնույթ խաղեր եւ շուտով կկայանա Իմ իրավունքը խաղի շնորհանդեսը, որը այս տարի ենք ստեղծել։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումը ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, խոսելու իրենց հետաքրքրությունների մասին։ Անահիտ Մանասյանի հետ զրույցն անկաշկանդ մթնոլորտում է անցնում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Մեկ շաբաթից շահագործման կհանձնվի Գավառ քաղաքի Միքայելյան փողոցը։ Փողոցն հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով պետություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ։ Ավարտական փուլում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի հիմնանորոգումը։ Եվս մեկ շաբաթ եւ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված կլինեն։ Փողոցը հիմնանորոգվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ 435 միլիոն դրամ արժեցող ծրագիրը համամասնորեն ֆինանսավորվում է պետական եւ համայնքի բյուջեներից։ Ծրագրում ներառված են նաեւ փողոցի վրա գտնվող 16, 18, 20 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի բարեկարգումը։ Շատ ահավոր քարքրայի մեջ ենք ապրել, ճիշտն ասած, փոշու, կեղտի Ազիզյան, իսկ հիմա շատ լավ, երանի ենք տալիս արդեն այս օրերին, որ լույսը բացվի, դուրս գան քայլելու, շատ հաճելի է մեր համար։ Ոզակը դրա երեխեքն լում են լավ էծանի են քշում, ես էլ տաքսի եմ քշում, առաջ շոտ էր թոզը, լատոգները շատ էր, բայց մկա դուրան էթում են գալում են։ Կատարվել է հիմնանորոգման աշխատանքներ, գրունտի մաքրում, հեռացում 17 սանտիմետր հասությամբ, խճային հիմքի տեղադրում բիտումով ներծծումով եւ ասֆալտապատով 5 սանտիմետր հաստությամբ։ Փողոցի հիմնանորոգումը մեկնարկել էր դեռևս նախորդ տարի։ Շուրջ 1400 գծամետր երկարությամբ փողոցի 800 գծամետր հատվածն ասֆալտապատվել էր, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները հետաձգեցին հիմնանորոգման ավարտը։ Այս տարի աշխատանքները վերսկսվեցին մեծ թափով։ Ասֆալտապատում է կատարվել 16400 քառակուսի մետր հատվածում, 4400 քառակուսի մետր էլ կազմում է կառուցված մայթերի մակերեսը։ Տեղադրվել են բազալտե եզրաքարեր եւ բետոնե սալիկներ։ Կառուցվել է նաեւ ներքին ջրահեռացման համակարգ։ Կատարվել է ներքին ջրահեռացման աշխատանքներ, տեղադրվել են անձրևանթունիչներ
եւ պոլիէթիլենային խողովակներ, որի միջոցով կատարվում է ամբողջ ճանապարհի ջրահեռացումը։ Կառուցվել է նաև ճանապարհի վրա գտնվող հեղեղատարի կամուրջը, ամրացվել են հենարանները, փոխվել են ծածկի սալիկները։ Փողոցում ապրողները եւ ընդհանրապես այս փողոցով երթևեկողները նախկին վիճակի մասին հիշել չեն էլ ուզում։ Հիմնանորոգումից նրանք ուրախ են եւ ոգևորված։ Առաջ կոշիկներից հերոպե մեկ պետք է սրբենք, մի առավոտ մի հատ սրբում ենք, մեկ էլ ինքս առավոտ ենք սրբում։ 40 տարի է համարյա մենք ստեղ բնակարան ունենք, այսպիսի բան չենք տեսել, շատ շնորհակալություն նախաձեռնողներից, որ կարող ենք սրանից հետո երեխան նորմալ գնա դպրոց, մենք այլենք, նորմալ փողոցներով տաքս են կանչում, ասում են այդ ինչ վիճակա ձեր փողոցները, մենք չենք կարող բարձրանալ այդտեղ։ Շատ շնորհակալություն բոլոր նախաձեռնողներից, որ այսպիսի աշխատանք են անում։ Միքայելյան փողոցում կատարվելու են նաև գծանշման եւ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ, որից հետո փողոցը կհանձնվի շահագործման։ Ալարտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել ենք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։